Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 10 զեկուցել Արզումանյան փողոցի համար 10 և համար 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։ Պարոն քաղաքապետ, ուղղակի հանրությանը նաև հիշեցման կարգով նշեմ, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2023 թվականին կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ներքո երկու վթարային շենքեր, Արզումանյան 10 և 17 շենքերը պետք է ապամոնտաժվեին և դրանց փոխարեն պետք է կառուցվեին նոր բազմաբնակարան շենքեր, որոնցից պետք է տեղի ներկա սեփականատերերը ստանային համարժեք փոխհատուցում և այս ծրագրի շրջանակներում մենք օտարման գործընթացները, օտարման բաղադրիչներ և այդ էր նախապայմանը ծրագիրը փաստացի մեկնարկելու, օտարման գործընթացները փաստացի մեկնարկել են դեռևս 24 թվականի մայիսից առաջի պայմանագիրը կնքվել է և մենք ըստ էության փաստորեն գրեթե 2 տարի գտնվել ենք բավականին ինտենսիվ և ծանր, երբեմն շատ լարումներով, բողոքներով, տարբեր կողմերից բանակցային պրոցեսների մեջ և այս պահի դրությամբ ունենք 76 միավորից արդեն իսկ կնքված 66 գույքի պայմանագիր, այսինքն օտարման գործընթացը մոտ 87%-ով ավարտված է և լավ լուրը այստեղ այն է, որ մենք մի շենքի գծով, այսինքն 10 շենքի գծով գրեթե ավարտում ենք ամբողջությամբ օտարումը, մնացել է 17 շենքը, որը առաջիկայում նույնպես կարծում ենք զարգացումներ կլինեն, եղել են նաև դատավարական գործընթացներ, հայցադիմումներ ենք ներկայացրել դատական կարգով օտարման վճիռների, հարկադիր օտարման վճիռների մասով, որոշները բավարարվել են, որոշները մերժվել են, այս պահին մենք նախաձեռնում ենք մի քանի գույքի մասով ևս նոր գերակաշահի որոշում, որովհետև մերժման դատարանում, մերժման հիմքով այլևս դրանք համարվում են առոչինչ, գերակաշահի կառավարության որոշման ուժը և մենք վստահ ենք, որ նոր օրենսդրության կարգավորումների շրջանակներում մենք ավելի էֆեկտիվ պրոցես կունենանք օտարման մասով։ Ինչ վերաբերում է այն շենքին, համար 10 շենքին, որ արդեն ավարտում ենք օտարման գործընթացը, հունիսի 19-ին արդեն մեկնարկել ենք նախագծման թույլտվության ՃՀ-ի ստացման գործընթացը, այսինքն որպեսզի մենք արդեն այս տարի մտնենք ակտիվ շինարարության փուլ, ՇՄԱԿ լսումները առաջին կայացել են հունիսի 9-ին և 12-ին համապատասխանաբար համար 10 և 17 շենքերի մասով, թիվ 10 շենքի համար արդեն նախագծման թույլտվություն ստանալու նպատակով դիմել ենք և քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության հետ ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի որոշակի շտկումներ, կարգավորումներ իրականացվեն և շինթույլտվությունը տրամադրվի։ Այս պահին այսքանը։ Շնորհակալ եմ, իրականում սա էլ շատ դժվար ընթացող ծրագրերից մեկն է, շատ դրական լուրեր ունենք, որ արդեն շոշափելի է դառնում արդյունքները, բայց նաև այստեղ ուզում եմ վերադառնալ մեր Արցախի շենքերին, պարոն Խաչատրյան, մենք արդեն մի մասի բնակիչներին ֆիզիկապես մի մասը տեղափոխվել է, մի մասը ԲԳՎ-ներ ունեին, որ դեռ շենքը կառուցման փուլում էր, ուզում եմ հասկանալ ինչ իրավիճակ կա ներսում իմ այդ Արցախի շենքերի ներսում, որն է պատկերը։ Բնակիչները սպասում են, պարոն քաղաքապետ, սպասում են շենքերի կառուցմանը, ինչքան հիշում եմ, չի դավաճանմիջոցությունս այս տարի լրանում է պայմանագրերի կնքման այդ 3 տարին։ Շատ լավ, ես մի խնդիր առաջադրեմ, պարոն Խաչատրյան, և այդտեղ նաև շատ կարևոր է, որ մեր հասարակական կարգի պահպանությունը և համապատասխան վարչական շրջանը Էրեբունին համապատասխանաբար պատրաստ լինեն, որ երբ որ ես գնամ այնտեղ շրջայցի, մենք հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք, այսինքն սա շատ կարևոր է, ուզում եմ սա ֆիքսենք, հանկարծ չստացվի, որ մենք
ինչ որ մարդկանց տվել ենք բնակարաններ, մի մասը, մեծ մասը տեղափոխվել է, հետո ինչ որ նոր մարդիկ են հայտնվել, որ նոր բնակարան են ուզելու, որովհետև դա տեղի չի ունենալու եւ ասեմ ավելին, բոլոր այն հատվածներում այն բնակարանները, որին որ արդեն մարդիկ տեղափոխվել են, այդ բնակարանները ոչ պատ պետք է ունենան, ոչ դուռ պետք է ունենան, ոչ էլ պատուհան։ Եվ հենց բոլորը տեղափոխվեցին 4-րդ կարգի վթարային շենքը միանգամից պետք է քանդվի։ Պարոն քաղաքապետ, այդ հերթապահությունը իրականացվում է մեր ԳՇՊՇ-ի կողմից, մարդկանշանակված, բոլորը վերաբնակեցված տարածքները անբնակելի են վերածվել, քանդված են ամբողջությամբ, մնացած տարածքները հսկվում են, որ նոր զարթումներ չլինեն։ Շատ բարի։ Սա կարևոր արձանագրում է, որովհետև 2000-ականների փորձը շատ վատ փորձ է եղել այդ առումով, մարդկանց շենքերից տեղափոխել են, բնակարաններ են հատկացել ու նոր մարդիկ են հայտնվել այն շենքում, որը որ պետքա քանդվեր։ Եվ հետևաբար այս շատ կարևոր է, այսինքն մենք պետքա տեսնենք քանդված այդ 4 վթարային շենքերը։ Եվ այդտեղ նաև մի հատ ժամկետները թարմացրեք, պարոն Խաչատրյան, ինձ կասեք, ինչ երբ ենք քանդում այդ շենքերը։